Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոցում, որտեղ ամեն ինչ ստեղծվել է հենց նրա ձեռքերով, այսօր էլ նույնությամբ պահպանվել է եւ մթնոլորտը եւ իրերի դասավորությունը, ինչպես որ Հայաստանի վաստակավոր նկարչի, ռեժիսորի եւ գեղանկարչի կենդանության օրոք էր։ Նրա այրին Ասիա Պոդպոմոգովան սիրով է հիշում այն ստեղծարար ու ոգեշունչ տրամադրությունը, որ տաղանդավոր արվեստագետը ստեղծում էր իր խարիզմայով, շփումների թեթևությամբ ու մարդկային մեծ հմայքով։ Այն իրողությունը, որ հայտնի մուլտիպլիկատորն արդեն 50 տարեկանում կտրուկ շրջադարձ կատարեց դեպի գեղանկարչություն, նրա մտերիմները միանգամայն օրինաչափ են համարում, մանավանդ որ Պոդպոմոգովի կինոմտածողությունը սերտորեն ներդաշնակվում է նրա գեղանկարչությանը։ Ինքը ասում է, որ շատ մեծ ազդեցություն իր վրա թողել է այդ աշխատանքը կինոյում, պերսպեկտիվան, լույսը, ստվերը, կադրը եւ այլն, այդ ամեն ինչը շատ մեծ ազդեցություն է եւ մասնագետները դա տեսնում են իհարկե։ Դեպի գեղանկարչություն Պոդպոմոգովին ուղղորդել էր ինքը Հենրիկ Գիգիթյանը 1974-ին ստեղծած նրա առաջին նոստալգիա կտավից հետո։ Պոդպոմոգովն իրեն սիմվոլիստ էր համարում, այդուհանդերձ նա բազմազանության մեծ սիրահար էր։ Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, փորագրություն փայտի եւ քարի վրա, կիրառական արվեստի նմուշներ, բեմանկարչական էսքիզներ եւ այս ամենին հաճախ հավելում էր, որ նաեւ շրջանակագործ է, քանի որ ինքն էր պատրաստում իր կտավների շրջանակները։ Պոդպոմոգովան փաստում է, նկարում էր շատ արագ, այդ ընթացքում անխսելիորեն կապվում էր կտավին, բայց նաեւ շատ թեթև էր բաժանվում իր գործերից։ Ինքը ասում էր, որ ես նկարի հետ կապված եմ, երբ ես աշխատում եմ, մի անկտրելի неразрывная նить, այդ միջորդելով ես կապված եմ նկարի հետ, երբ որ ես ավարտեցի նկարը, վերջ այդ թելը կտրվում է եւ էլ կապ չունեմ նկարի հետ։ Գեղանկարչի մասունքների թվում Պոդպոմոգովան խնամքով պահպանում է Վլադիմիր Վիսոցկու մազափունջը, որին մեծ հիացմունքով էր վերաբերվում նկարիչը։ Նրա հեղինակած Վիսոցկու դիմանկարը, ինչպես նաև Սումգայիթի տիրամայրը կտավի երկու օրինակները տարիներ առաջ տարօրինակ հանգամանքներում գողացել են նկարչի արվեստանոցից։ Առաջի Սումգայիթյան Մադոննան գողացել էին, երկրորդն էլ նույն ճակատագիրը եղավ, այո, իրենից, նովոզոր ինքն էր ասում, պլախի կարտինը не կրադուտ, այո, քանի անգամ այդպես եղել է, Վիսոցկու նկարը գողացել էին, թանգարանից էին գողացել։ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի միջոցառումները սկսվել են դեռ նախորդ տարի։ Հոբելյանի առիթով Ասնավուրի հրապարակում տեղադրվեց նրա աստղը։ Կինոմիությունը հատուկ երեկոյով նշեց Հոբելյանը, իսկ առաջիկայում Քաֆեշջան կենտրոնում կբացվի Պոդպոմոգովի հոբելյանական ցուցահանդեսը, որում կցուցադրվեն գործեր մասնավոր եւ ընտանեկան հավաքածուներից, ինչպես նաեւ ժամանակակից արվեստի թանգարանի հիմնական ցուցադրությունից։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։